Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։ Բարև ձեզ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին։ Ողջունելով հյուրին, Վլադիմիր Գասպարյանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի ոստիկանության և ԱՄՆ դեսպանության համագործակցության առթիվ, որն արդեն էական արդյունքներ է տվել ոստիկանության կրթական հաստատությունների արդիականացման ու տեխնիկական հագեցման, համայնքային ոստիկանության կազմակերպման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման, մի շարք այլ ոլորտներում։ Ոստիկանության պետը մասնավորապես անդրադարձավ հասարակական կարգի պահպանման նոր ստորաբաժանման արդյունավետ աշխատանքին, նշելով, որ մոտ ժամանակներս նույնպիսի սպայական գումարտակներ են կազմավորվելու Գյումրիում ու Վանաձորում, իսկ հետագայում ունենալու ենք մի ամբողջ գունդ։ Ջոն Հեֆերնին հետաքրքրում էին նաև ճանապարհային ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ բարեփոխումներին զուգահեռ իրականացվում է մայրաքաղաքում, ապա և հանրապետության ճանապարհներին տեսախցիկների տեղադրման գործընթացը, ինչից հետո որպես հերթական փուլ ճանապարհային ոստիկանությունը կվերափոխվի պարեկային ծառայության։ ԱՄՆ դեսպանն անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման խնդիրներին։ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ արդեն իսկ լուրջ փորձառություն է ձեռք բերվել խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, մշակվել և արդեն կիրառվում են ուղեցույցներ, որոնք ոստիկաններին օգնել են առավել արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները, դիտարկվել են թերություններն ու դրանց վերացման միջոցները, շարունակվում է ընտրացուցակների կատարելագործման աշխատանքը և ոստիկանությունը լիարժեք կկատարի օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Նույն օրը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ Էլեյսիին։ Ողջունելով բարձրաստիճան հյուրին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հայ-եգիպտական համագործակցությունը ոստիկանական ոլորտում 2 տասնամյակի պատմություն ունի և լուրջ արդյունքներ է արձանագրել հատկապես Հայաստանի ոստիկանական կադրերի վերապատրաստման ուղղությամբ։ 1994-2010 թվականներին թմրամիջոցների անօրինական շրջանառության, կաշառակերության, փողերի լվացման դեմ պայքարի և այլ թեմաներով վերապատրաստման դասընթացների է մասնակցել շուրջ 700 հայ ոստիկան։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար դեսպանը հավաստիացրեց, որ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա ի շահ երկու երկրների անվտանգության և հասարակական կարգուկանոնի։ Հանդիպումն անցավ կառուցողական և գործընկերային մթնոլորտում։ Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ստորաբաժանումների ծառայողների հետ։ Վլադիմիր Գասպարյանն ընդգծելով իրավապահ համակարգում քննիչների աշխատանքի կարևորությունը, նշեց այն որակները, որ անպայման պետք է ունենա քննիչը և որպես մասնագետ, և որպես մարդ։ Դուք այդ մարդիկ եք, որոնք ժամերով շփվում են քաղաքացիների հետ, վկաներ են, տուժողներ են, մարդիկ են, որոնք կոնկրետ հոգսում են, և այդ հոգսը իրենց խնդիրը բժշկողը դուք եք, և հանգարց տեսնում են, որ այս մարդը, որ այդ ամբողջ գործի քննության գլխին կանգնած նաև ինքն այն արդարությունը, այն բժիշկը, որ բժշկելու է, որ արդար լուծում ատալու, տեսնել է, որ անտարբեր է իրենց նկատմամբ։ Տուժողին բառ, իսկ բունի մասով ծանր հանցագործում, տուժողին գցում են այն վիճակի մեջ, որ տուժողը չի ուզում արդեն գա իր, ասենք, ես չգիտեմ, սպանված, ծեծված կամ թալանված հարազատի գործին հետևելու, որովհետև դուք մենք վանում ենք մեր գործողություններով։
Ոստիկանության պետը կրկին շեշտեց մասնագիտական պարապմունքների անհրաժեշտությունը, որոնք պետք է անցկացվեն ոչ ձևականորեն, այլ լիարժեք ու վաղօրոք նախապատրաստվելով։ Պարապմունքների շրջանակում պետք է ընդգրկվեն եւ մասնագիտական խնդիրներ եւ էթիկայի հարցեր, պետք է աշխատանք տարվի հատկապես երիտասարդ կադրերի հետ, որոնց անհրաժեշտ է ավագների աշխատանքի դրական փորձը։ Մենք անդադ բողոքում ենք խավարից լույս վառելու փոխարեն, միմոն վառելու փոխարեն։ Ես գիտեմ, որ ամեն մեկը իր մեջ այդ ամեն ինչը հասկանում։ Բայց ես չեմ հասկանում, երբ բոլորը ձեր մեջ այդ ամեն ինչը հասկանում եք, բայց երբ գնում եք աշխատատեղերում, մոռանում եք այդ ամեն ինչի մասին։ Վլադիմիր Գասպարյանը վերստին կրկնեց իր պահանջը աշխատել զուտ պաշտոնական շրջանակներում, փաստաթղթավորել բոլոր գործընթացները, լիարժեք իրականացնել քննիչի իրավունքներն ու պարտականությունները։ Ես ուզում եմ պաշտպանել ձեր իրավունքները իրացնելու ժամանակ։ Եվ ուզում եմ հպարտանամ ձեր կատարած պարտականություններով։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև քննչական ապարատի եւ ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցության անհրաժեշտությանը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ողջ ծավալով իրականացնել հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման խնդիրները, որոնք ոստիկանության ողջ համակարգի ընդհանուր գործն են եւ ոչ ոք իրավունք չունի ու չի կարող իրեն դուրս դնել այդ ընդհանրականությունից։ Շարունակում ենք թողարկումը։ Մոտ մեկ ամիս առաջ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ գայլերի հարձակումներից տուժած գյուղացիների եւ համայնքների ղեկավարների հետ եւ կոչ արեց գյուղացիներին օրինականացնել չգրանցված զենքը։ Նա նաև հավաստիացրեց, որ ոստիկանությունն ամենայն աջակցություն կցուցաբերի այդ հարցում։ Մոտեցումը հետևյալն է. տարբեր հանգամանքներում ձեռք բերված որսորդական հրացանները պետք է ըստ կարգի օրինականացվեն եւ ծառայեն գյուղացու ունեցվածքի պահպանմանը։ Նոյեմբերի 12-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հավաքված գյուղացիները եկել էին ստանալու իրենց արդեն օրինական ձևակերպված հրացանները։ Մարդիկ կամավոր ոստիկանություն էին ներկայացրել իրենց տներում սերնդեսերունդ պահվող կամ հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակներից մնացած որսորդական հրացանները եւ այժմ դրանք հետ էին ստանում արդեն օրինական ձևակերպումով։ Ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ լեյտենանտ Սաշա Աֆյանը դիմելով իրավագիտակցություն ցուցաբերած գյուղացիներին ասաց. Այս գործընթացը շարունակական է լինելու ոչ միայն ձեր մարզում, ընդհանրապես բոլոր մարզերում։ Ընդհանուր առմամբ հանձնվեց օրինական ձևակերպում ստացած 65 հրացան։ Կամավոր ներկայացված 8 որսորդական հրացանի օրինական ձևակերպումն ընթացքի մեջ է։ Ինչպես նշեց Սաշա Աֆյանը, տեղամասային տեսուչները բացատրական աշխատանքներ կտանեն զենքի հետ վարման կանոնների վերաբերյալ։ Ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումը կարևորեցին նաև գյուղացիները։ Ես կոչ կանեմ բնակչությանը, որ իրենց ունեցած զենքերը, որը որ չեն գրանցել, որը որ ոստիկանությանը չեն ներկայացրել, բերեն ներկայացրել գրանցման, որովհետև անօրինական զենք ունենալը ավելի վատ է, քան թե բերեն ներկայացրել եւ գրանցեն։ Հանրապետության նախագահից շատ շնորհակալություն ենք հայտնում ապօրինի զենքերը օրինականացնելու համար։ Միևնույն ժամանակ ոստիկանապետից շատ շնորհակալություն, որ մեր բոլոր զենքերը օրինականացրեցին։ Ես էլ իմ խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահին, ոստիկանապետին եւ մարզային բոլոր վարչություններին, որ կազմակերպեցին նման միջոցառում անօրինական զենքերը օրինականացնելու համար։ Հանդիպման ավարտին ոստիկանության պետի հրամանով ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրված Արագածոտնի մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանին, հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետ Տիգրան Ամիրյանին եւ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ավագ տեսուչ Պարույր Օհանյանին մեդալներ հանձնեց ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը։ Ոստիկանությունը պետք է լինի քաղաքացու կողքին, պաշտպանի նրա շահերը։ Հենց այդ շահերը պաշտպանելու համար էլ ոստիկանության պայքարը օրինազանցների ու կարգազանցների դեմ պետք է լինի անհաշտ ու հետևողական։ Պայքարի հերթական դրվագը նոյեմբերի 8-ին էր աշտարակում ու միայն ենթադրել կարելի է, թե ինչ ծանր հետևանքներից հնարավոր եղավ խուսափել։
Այս կադրերը նկարահանել են ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի երկրորդ վաշտի տեսուչները իրենց ծառայողական մեքենայից։ Աշտարակ ապարան ճանապարհահատվածն է։ Ուշադիր նայեք, թե ինչ արագությամբ է սլանում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան վարելով հանդիպակաց ճանապարհով։ Արագությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ ճանապարհային ոստիկանության մեքենան դուրս եկավ ճամփեզր։ Ոստիկանները հետապնդեցին եւ մեքենան հայտնաբերեցին Աշտարակ քաղաքում։ Նկատեցինք նրան, մոտեցանք, ներկայացանք, փաստաթղթերը պահանջեցինք, հրաժարվեց ներկայացնելուց եւ փորձեց շատ վատ պահել իրան լկտի պահվածքով, խմած վիճակում էր, ոչ ստապ վիճակում էր։ Ճանապարհային ոստիկաններին դիմադրություն ցույց տվողը Մուղնի գյուղի բնակիչ Արտաշես Թորոսյանն էր։ Այնքան խմած էր, որ միայն հաջորդ օրը հասկացավ իր արարքի ողջ ծանրությունը։ Պտիչելներ դեզ զղջում եմ։ Իսկապես զղջալու պատճառ կա։ Արտաշես Թորոսյանի արարքը պատժելի է քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով։ Արտաշես Թորոսյանը կալանավորված է։ Հավելենք, որ Թորոսյանը մեքենան որպես տաքսի է վարում։ Աստված հեռու պահի նման տաքսիստներից։ Քաղաքացին նույնիսկ հանցագործությունից տուժելուց հետո հաճախ մնում է նույն հավատավորը, վստահելի անձանց ցուցակն իր սրտի դավթարում թողնում անփոփոխ։ Այլ է ոստիկանի մտածելակերպը։ Նա նույնիսկ ի պաշտոն է պարտավոր է լինել կասկածող։ Մշակվում են վարկածներ, հերթով հերկվում, բացասվում, մինչև գտնվում է մեկը, ապացուցվածը, անհերքելին։ Ու երբեմն սովորական տուժած քաղաքացուն մնում է միայն իր ապրումներին գումարել նաև հիասթափությունը։ Օրեր առաջ Բաշինջաղյան փողոցի առաջին շենքի բնակարանատիրուհուն ոստիկանությանը դիմել հորդորել էր արտերկրում ապրող դուստրը։ Ինքը չէր էլ պատրաստվում իր բնակարանի գողության կապակցությամբ տեղյակ պահել ոստիկաններին։ Օրեր անց էլ, երբ դեպքը բացահայտված էր, անկեղծորեն ասում էր, որ նախ չէր վստահում, հետո քաշքշուկը, բայց ամենաշատն ապշած էր գողերի ով լինելուց։ Էլի անկեղծ ասում էր, որ երբեք այդպես չէր մտածի ու բացահայտումը սառը ցնցուղ էր իր համար, որ սկսել էր այլ կերպ մտածել։ Քանի դեռ հեռուստադիտողը չի խճճվել, ներկայացնենք կատարվածը։ Միայնակ ապրող կինը, որ ամիսներ առաջ կաթված էր տարել, խնամակալի կարիք ուներ։ Երիտասարդ կնոջն ընտրել էր պատահաբար, վարսահարդար էր, մի քանի անգամ ծառայություն էր մատուցել հիվանդ կնոջը։ Պարկեշտ էր, հոգատար, պատասխանատու, պատրաստ էր անշահախնդիր օգնել ու նույնիսկ ընկեր ուներ, որը կարծես ոչ պակաս հոգատար էր ու մի անգամ չէ, որ եկել էր ընկերուհուն աշխատանքից տուն տանելու։ Օգնում էր ինձ, ճաշ էր պատրաստում, ասենք առևտուրներ անում, տներն էր հավաքում։ Ամիսների ընթացքում անծանոթ աղջկա հանդեպ համակրանքը, վստահությունը դեռ աճելու էր, ամրապնդվելու եւ մոտենալու էր բարեկամական, գրեթե հարազատական կապի։ Ու ես նրան լրիվ վստահում էի իմ երեխու նման։ Երախտամոռությունն իհարկե քրեական բնորոշում չէ, եթե առանց օրինազանց գործողությունների է դրսևորվում։ Բարոյական առումով ծանր մեղք է ցանկացած պարագայում, ու այս դեպքում երկու հանգամանքն էլ կար։ Զղջացել եմ արածից համար։ 30-ամյա Արուսյակ Հակոբյանն այսօր զղջումի խոսքեր է ասում։ Հնարավոր բոլոր եղանակներով խուսափում է տեսախցիկից, իսկ ամաչելու տեղ իհարկե կա։ Ամիսը 80,000 էր ստանում հիվանդ կնոջը խնամելու համար, բայց մի ոչ այնքան գեղեցիկ օր մեջը կարծես սատանա մտավ։ Սա ընկերն է 36-ամյա Արմեն Մուրադյանը, նա էլ աշխատում է ու կարծես կյանքից այնքան էլ դժգոհ չէր։ Անօգնական կնոջը թալանել որոշել էին միասին։ Պլանն այսպիսին էր, պիտի պատրաստ լինեին ու գործեին իրավիճակից ելնելով, հարմար առիթն էլ կանխագուշակել դժվար չէր, տանտիրուհու կենցաղային շարժընթացը հաճախ հենց Արուսիկով էր պայմանավորված։ Նոյեմբերի 10-ին օրինակ տանտիրուհին խնդրել էր, որ իրեն լողացնի, սրանից հարմար առիթ դժվար էր պատկերացնել։ Աղջիկը մի քանի րոպեով իջել էր դեղատուն, այդ ընթացքում կապվել կազմու պատրաստ ընկերոջը ու վերադառնալով ուղակի տան դուռը չէր կողպել։ Տանտիրուհին լոգարանից դեռ անշրխկոց էր լսել, Արուսիկի հետ դուրս էին եկել, պարզվել էր անհայտ չարագործը տուն է մտել ու թռցրել աղջկա պայուսակը։ Արուսիկն իհարկե լացել էր, հիստերիայի դրսևորումներ ունեցել, վազել աստիճանը հարթակնի վար,
վերադարձել, այդ ընթացքում տանտիրուհին էլ հասցրել էր հասկանալ, որ նաև իր դրամապանակն են տարել եւ բախտակից կանայք նստելու լաց են եղել միասին։ Այդ ընթացքում հոգատար աղջկա ընկերը ավարը ձեռքին հասցրել էր ոչ հեռու պահ մտնել ու սպասել, որովհետև ըստ նախապես ծրագրածի ընկերուհին զանգելու էր պատմեր գլխին եկածն ու օգնության կանչեր Գողին։ Իրենց ծրագիրն ավարտին հասցրել էին ու վստահ, որ կինը ոչ ոքի էլ չի պատմելու կատարվածի մասին, տխուր դեմք ընդունած հեռացել։ Իսկ տանտիրուհին սկայպով կապվել էր Իտալիայում բնակվող դստեր հետ ու չէր դիմացել, պատմել էր։ Ճիշտ են ասում, որ կողմնակի աչքն ավելի օբյեկտիվ է գնահատում պատկերը։ Դուստրը պնդել էր եւ հնչել էր ահազանգը։ Իսկ զույգն առաջինն էր հայտնվելու ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների տեսադաշտում, հենց գոնե որպես կատարվածին տեղյակ մարդիկ, մնացածն ինչպես ասում են, օպերատիվ աշխատանքի նրբություններ են, որոնց շնորհիվ խորամանկորեն մտածված գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում, այբից քե։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Նոյեմբերի 12-ին Երգի պետական թատրոնը գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հրավերով հյուրընկալել էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների, վետերանների։ Հյուրերին հուզիչ պահեր պարգևեց «Եկել եմ» համերգ ներկայացումը, որը կազմված է Կոմիտասի 20 ստեղծագործություններից եւ յուրատեսակ սիրո խոստովանություն ու ձոն է հանճարեղ երգահանի հավերժ ու միշտ երիտասարդ երգին։ Համերգային ծրագրին հաջորդեց հանդիպումը երգիչների հետ, որոնց ներկայացրեց Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Երգի թատրոնի դերն ու ներդրումը հայ երգի ասպարեզում, անդրադարձավ մասնավորապես կոմիտասյան երգերի կատարմանը։ Գիտեք, ոնց որ շաղախելիներիք կոմիտասի Սուրբ Հոգու եւ մեր մեղավոր, բայց սրբման գնացող հոգիների մեջ։ Դուք ձեր ձայնով, դուք ձեր արվեստով կոմիտասի խոսնի երաշտիզումը պարանդացրեցիք, նոր շունչ տվեցիք, ես ես ուրիշատ սիրում եմ և խոնարում եմ դրանաչ, աստված ձեզ պահապան։ Ստեղծագործական խմբի աշխատանքի գնահատականն էր նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի պարգևատրումը համագործակցության ամրապնդման համար մեդալով, որին նա արժանացավ ոստիկանության հետ համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու համար։ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զինանշանը նվիրեց Երգի թատրոնին որպես բարեկամության առհավատ, իսկ ոստիկաններին նվիրված բարի ծառայություն երգի հեղինակներին հուշանվերներ հանձնվեցին։ Միշտ ոստիկանի համար երգ գրելը դա շատ դժվար է, որովհետև պետք է ազնիվ լինես, որ ոստիկանի մասին երգ գրես։ Ուղղակի երգ գրելը հայրենիքի մասին կամ ոստիկանի մասին շատ դժվար է, հավատացեք ինձ։ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոչ պակաս դժվար է ոստիկանության աշխատանքը։ Մեկ տարի առաջ, նոյեմբերի 1-ին, երբ ես նշանակվեցի ոստիկանապես, իմ համար ուխտել էի մինչև ինչ-որ մի բան արած չլինենք, մենք մեր ընկերների հետ զերծ մնալ հանդիպումներից, մենք առավոտյան 8-ին գալիս ենք աշխատանքի և 22-ի կողմերը նոր գնում ենք, եթե ստացվում է։ Եվ այն ավանսը, որ դուք տվեցիք ձեր երգով, դա մեզ պարտավորեցել է և հաստատ իմացի Արթուր ջան, որ օգնել է մեզ։ Եվ այլևս լինելու է այնպես, ինչպես ես իմ ներսում մտածում եմ։ Հուզիչ հանդիպում համերգը գեղեցիկ նվեր էր բոլոր հյուրերին, բայց հատկապես վետերան ոստիկանների համար, որոնք նոյեմբերի 10-ին ավանդաբար նշում են միլիցիայի օրը։ Իսկ ոստիկաններին նվիրված երգի համատեղ կատարումը, որով ամփոփվեց արվեստի ու օրինապահության հանդիպումը, խորհրդանշական էր։ Երկու դեպքում էլ գլխավորը ծառայությունն է՝ մարդուն, քաղաքացուն, հասարակությանը։
Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։